Մաքսային միությունում և Հայաստանում գործող մաքսատուրքերի տարբերությունը ենթադրում է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում գնաճ կլինի, քանի որ մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը կավելանան։ Ու թեև էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հորդորում է սպասել, մինչև որ պարզ կլինի, թե որ ապրանքների համար Մաքսային միությունը բացառություններ կանի, իսկ էկոնոմիկայի նախարար Վարամ Ավանեսյանը պնդում էր, թե գնաճը չի գերազանցի 1.5%, այնուամենայնիվ ոլորտի մասնագետները գտնում են, որ Մաքսային միություն մուտք գործելու պարագայում զգալի գնաճն անխուսափելի կլինի, հատկապես դեղորայքի շուկայում։ Պետք է անպայման մի հատ ուսումնասիրել, թե Հայաստանում ներկրվող դեղերը ինչ կառուցվածք ունի, այսինքն որ երկրներից է եւ ինչ ծավալներով։ Եվ եթե տեսակարար կշիռը ավելի մեծ է եվրոպական եւ այլ երկրներից Մաքսային միությունից դուրս երկրներից ներկրվող դեղերի տեսակարար կշիռը եթե մեծ է, ապա անպայման տեղի ունենալու ընդհանուր դեղորայքի գների բարձրացում այդ ապրանքատեսակների մասով։ 2013 թվականին Հայաստան ներկրվել է $110 միլիոն դեղորայք, ընդ որում մեր երկիրը դեղորայքի 96%-ը ներկրել է եվրոպական երկրներից։ Հայաստան դեղորայք ներկրելիս մաքսատուրք չի վճարվում, իսկ Մաքսային միությունում այն կազմում է 8-ից 10%։ Որովհետև Մաքսային միություն ենթադրում է այս Մաքսային միության անդամ երկրների կողմից ներմուծվող դեղերի գների իջեցում և արտասահմանյան, այսինքն ոչ այս երեք երկրների կողմից ներմուծվող տեղամիջոցների գների բարձրացում։ Անդրադառնալով եվրոպական և ռուսական դեղերի որակական տարբերություններին Սամարիտեր հիվանդանոցի գործադիր տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը նշում է, որ միաժամանակ դժվար է պնդել, թե ռուսական կամ բելոռուսական դեղամիջոցները որակապես զիջում են եվրոպական արտադրության դեղերին, պարզապես դրանք համեմատաբար քիչ քանակով են ներկրվում մեր երկիր։ Իհարկե ռուսական և բելոռուսական արտադրության տեղատեսակները չլինի անտիպրոպագանդա, բայց այնուամենայնիվ զիջում են եվրոպական, որոշ դեպքերում հայկական տեղատեսակներին։ Ինչպիսի իրավիճակ է տիրում դեղորայքի հայկական շուկայում, տնտեսագետները նշում են, դեղորայքային շուկան մենաշնորհների ձեռքում է, ներկրողները քիչ են, մրցակցության պայմանները ոչ բավարար։ Դեղերի շուկան ևս կարելի է առանձնացնել որպես օլիգոպոլ մրցակցության ոլորտ։ Հայաստանում որոշակի դեղորայքներ կան մոնոպոլ, մեկ ներկրողի կողմից, որի թանկացման պրոցեսը, քանի տատանումների պրոցեսը ընդամենը կարող է լինել կմահաճույքի առարկա։ Ընդհանրապես դեղորայքի գինը Հայաստանում թանկ է։ Իմ կարծիքով դրա հիմնական պատճառը նա է, որ զսպողական մեխանիզմներ դեղ ներկրող կազմակերպությունների վրա չկան մշակված։ Գյումրու Սամարիտեր հիվանդանոցի գործադիր տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը նկատում է, որ դեղորայքը տարվա ընթացքում առանց որևէ օրինաչափության թանկանում է, կապված անգամ այնպիսի երևույթների հետ, որոնք առնչություն չունեն դեղերի ներկրման հետ, իսկ շարքային քաղաքացիները խիստ դժգոհ են հերթական թանկացման հեռանկարից։ Առանց այն էլ առկա սոցիալ-տնտեսական պայմաններում դժվարությամբ են հոգում օրվա ապրուստի խնդիրը, իսկ հերթական ամենաանհրաժեշտ ապրանքներից մեկի թանկացումն էլ ավելի կբարդացնի իրավիճակը։ Փոշագարու մարդ եմ, տիկինս հիվանդ է, ամիսը 15-ից 20 հազար ռուբլի տեղերին փող կուտան, մարդկանց տնեն գսատ կծնեն, ոչ թե կմերցնեն լավ է, հարի եպես տես թանգանա։ Այ հենց ես այդ տեղերի հարցով եմ, այ կինս հիվանդ պարգած այդ տեղերի հարցով ամեն օր տեղեր եմ, գազ լույս մուծելուց հետո ոչ մի բան չի։ Շաքար ունի, շաքարը անվճար է, բայց տեղեր կան օշելի պետք կա, հետո ռոխներ ունիմ, օսրոխոնձրոզ ունիմ, տղեսել ինվալիդ։ Չեմ կլնա օգտվիտ, պես որ թանգծավ, ուժդից օգտվինք։ Մենք ընդհանրապես շատ վատ ենք վերաբերվում այս կառավարության յուրաքանչյուր որոշմանը, յուրաքանչյուր քայլին։ Իրականությունը նա է, որ դա անմիջապես անդրադառնում է մեր ազգաբնակչության վրա։ Սա այն եզակի սպառման առարկան է հանդիսանում, որը անընդհատ անհրաժեշտ է։ Հավելենք, որ Հայաստանն ավելի քան 900 ապրանքատեսակների, այդ թվում նաև դեղորայքի մաքսատուրքերի շուրջ բանակցություններ է սկսել։ Այդ ապրանքների համար մաքսային արտոնություններ ստանալու նպատակով բանակցությունների արդյունքները դեռևս հայտնի չեն։